Բարև ձեզ, շնորհակալություն, որ նորից եկաք այս լեկցիաներից։ Նախորդ լեկցիային քննարկեցինք մնացորդները, ամենա ոնց որ մեծ բաները, որ գաղափարները, որ խոսեցինք, ու օղակները, իհարկե։ Չգիտեմ, ինչ որ հարց կա նախորդ լեկցիայից, որ ուզում եք տաք, հիմա բացատրեմ նորից։ Եթե չէ, ուրեմն գրեմ, ստեղ կգրեմ նախորդ անգամ այսինքն օղակը ինչ որ մի հատ abstract օբյեկտ է, որը նման է թվերի գումարման եւ բազմապատկման համար, բայց մի բան կա, որ օղակը բազմապատկումը պետք չլինի կոմուտատիվ ու տարբեր տեսակի, այսինքն օբյեկտներ կարող ես կառուցել ու որպես օրինակ ես խոսեցի այս օղակի մասին, որը մնացորդներն է թվերի մոդուլո n ու դրանց մեջ եթե օղակը տրված, մենք նաև սահմանեցինք միավորները օղակի, միավորները ճիշտ ասած անգլերենում կա երկու տեսակի բառ, մեկը unity, որը վերաբերվում է մեկին, իսկ մյուսը unit, որը վերաբերվում է n էլեմենտներին, որոնք ունեն փոխադարձ։ Հակադարձ։ Հակադարձ, ճիշտ է, շնորհակալություն։ Հակադարձներն են այս օղակի ու նրանք անուն ունի այսպիսի օբյեկտ իհարկե, սա խումբ է ինքը, բայց քանի որ ես խմբերի մասին չեմ խոսել, կթողնենք դա, այսինքն գումարումը չի պահպանում այս էլեմենտները, կարող եք երկու հատ այսպիսի էլեմենտ իրար գումարեք ու ստանում եք էլեմենտ, որը հակադարձ չունի, իսկ բազմապատկումը պահպանում է ու այսինքն ստացվում է խումբ, բայց եկեք սահմանենք ինչ է խումբը։ Հիմա եթե օրինակը, որ ես ուզում եմ քննարկեմ, դա միավորներն են այս օղակի մեջ, որը մնացորդներն են թվերի մոդուլո n, ուզում ենք այնպիսի թվեր, որոնց համար գոյություն ունի b, նենց որ բազմապատկում ենք a ու b-ն և հաշվում ենք մնացորդը մոդուլո n, ստանում ենք 1։ Եթե գրենք, սա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ գոյություն ունի m, այնպիսին, որ սա AB-ն գումարած nm հավասար է 1-ի։ Իսկ այսա նույնն է, ինչ որ ասես, որ նրանց ամենամեծ բաժանարարը հավասար է 1-ի, i-ի ու n-ի։ Թե ոնց է սա ստացվում, սա հեշտ է տեսնել, այսինքն եթե d-ն բաժանում է n ու d-ն բաժանում է n-ը, տեղից ստացվում է, որ d-ն բաժանում է 1-ը, d-ն բաժանում է 1-ը, տեղից էլ ստացվում է, որ d-ն, այսինքն 1-ը ինքը, եթե d-ն
դրական տիվա 1, 2, 3, 4 եւ նույն ձևով եթե ոնց ենք ստացվում այս մյուսը մյուս կողմ ստանալու համար պետք է Եվկլիդի ալգորիթմը այսինքն եթե համարում ենք որ an ու n-ը GCD-ն 1 է, ամենամեծ բաժանարարը 1 է, Եվկլիդի ալգորիթմը նախորդ անգամ քննարկեցի թե ոնց է սա կիրառվում, տրվում է երկու հատ թիվ A, B, N, M, որը հավասար է GCD-ին հենց։ N, սա էլ մենք վերցնենք որպես 1, այսինքն միավորները հեշտ է նկարագրել, նրանք են թվերն են, որոնք չեն բաժանվում նույն թվով, ինչ որ թիվ չկա բացի մեկից, որը բաժանում է n-ը ու այդ թիվը։ Եթե օրինակ նայենք այս օրինակին, եթե բազմապատկենք 2-ն ու 5-ը, կստանանք նախ տրված է բոլոր թվերը, որոնք 3-ով չեն բաժանվում, չէ՞։ Այս թվերը հենց այն թվերն են, որոնք 3-ով չեն բաժանվում։ Մեկից մինչև 0-ից մինչև 8 այն թվերը, որոնք 3-ով չեն բաժանվում, այս թվերն են։ Իսկ հիմա կարող ենք ստուգել, որ նրանք իսկապես միավորներ են։ Հակադարձը տրված է այս թվերով նույն այսինքն order-ը նույնն է։ Ինչ եմ ուզում ասեմ, եթե 2-ը բազմապատկեց 5-ով ստանում ես 10, սա 1 է, մոդուլո 9, եթե 4-ը բազմապատկենք 7-ով, ստանանք 28, որը նորից 1 է, մոդուլո 9։ Ու հետո նորից կրկնվում է, իհարկե եթե 2-ը բազմապատկեմ 5-ով, 5-ն էլ բազմապատկեմ 2-ով, այսինքն 5-ի հակադարձը դա 2-ն է։ Եվ վերջում 8-ն է մնում, թե 8-ը իր հակադարձն է։ Ինչ որ հարց կա այստեղ։ Լավ, եթե հարց չկա, շարունակենք։ Եթե մեծ թիվ է լինում, այսինքն այս n-ը եթե մեծ է, դժվար է իմանալ, թե որն է հակադարձը տված թվի։ Այսինքն այստեղ արդեն պետք է կիրառել այս ալգորիթմը։ Օրինակ, եթե ես իմանայի փոքր թվերի համար ուղղակի հաշվում ես, էլի կարող ես ստուգել, թե որն է։ Իսկ եթե ուզեմ հենց այս մեթոդով հաշվեմ 2-ի հակադարձը, պետք է 9 գրեմ որպես 2-ը բազմապատկած 4 գումարած 1, հետո հետո ինչ եմ անում, հետո 4-ն եմ գրում Եվ ոնց որ թե աները շփոթացրեցի ինքս ինձ։ Այսինքն երկրորդում, պետք է residue-ն հաշվեմ, այսինքն 4-ը տեղ 4 1 գումարած 0, այսինքն GCD-ն հենց առաջի բանում է ստացվում, չէ, առաջի քայլում է ստացվում, ու այդ GCD-ն պետք է գրենք
Ինչ-որ լավ չեմ բացատրում, ինչ-որ սխալ ունեմ այստեղ։ Ինչն է սխալը։ 9 մինուս 2-ը 4-ի մոդուլո 9 ճիշտ եմ գրել ամեն ինչ, լավ։ Տանում ենք, որ 4-ի հակադարձը 2-ի հակադարձը մինուս 4-ն է։ Մինուս 4-ն էլ իհարկե 5-ն է։ Իհարկե լավ չեմ ասում սա։ Նորից եթե դեռ այս հաղթագրեմ, այսինքն առաջի քայլում ենք այս ալգորիթմի կիրառման, մենք ստանում ենք GCD-ն գրում ենք որպես 9 մինուս 2-ը 4-ի, տարբեր ձևերով կարող է գրվել GCD-ն, բայց եթե մոդուլը ես հաշվում, նույն թիվն է ստացվում։ Հիմա ստեղից ստանում եմ 9 հետանումը, իսկ մինուս 4-ը իհարկե դա 5-ն է։ Այսինքն եթե սա ու սա այս երկուսը իրար հետ միացնեմ, ստացվի, որ 2-ը բազմապատկված 5-ով, մնացորդը մոդուլո 9-ը 1-ը։ Տենց ես հաշվում։ Ես ինքս իհարկե շփոթացրեցի մի մոմենտ, բայց եթե ինչ-որ հարց կա, կարող ենք ավելի բարդ խնդիր անել, անցյալ անգամ օրինակ սա կար, թե ոնց ես հաշվում GCD-ն, եթե մի քանի քայլերը, այսինքն հետևում ես, հետ ես գնում ես քայլերով, սկսում ես ամենավերջից և սկսում ես գրել 21-ը որպես 63 մինուս 42 և շարունակում ես, ստանում ես այսպիսի արտահայտություն։ Այսինքն GCD-ն միշտ կարելի է արտահայտել A-ի և B-ի լինիար կոմբինացիա։ Լավ։ Հիմա եթե հարց կա, շարունակում ենք։ Հիմա միավորների քանակը այս օղակում նշանակում է phi-n-ով։ Դա կոչվում է Օյլերի ֆունկցիա, հայտնի ֆունկցիա է թվերի տեսության մեջ։ Օրինակ i9-ը, չէ, քանի թիվ ունեինք, այս բազմության էլեմենտների քանակը պետք է հաշվենք 4, 5, 7 ու 8։ 7-ը ես գրել էի այստեղ, մի րոպե, գնայեք։ Այո, գրել եմ։ Լավ։ Այսինքն ստանում ենք 6։ Հիմա այս թիվը ոնց կարելի է հաշվել, ֆորմուլա կա, ֆորմուլան այսպիսին է, պետք է եթե կարող եք թիվը ներկայացնել որպես պարզ թվերի բազմապատիկ, այսինքն այս բոլոր p-երը պարզ թվեր են, ինչ-որ աստիճանի, կարևոր չի, որ մեկ աստիճանի լինի, այդ ժամանակ այս p-ը ստացվում է որպես այս արտահայտությունը վերցնում եք p1 կա 1 մինուս p1 կա 1 մինուս 1 և այլն։ Բոլորը իրար եք բազմապատկում, ստանում եք p-ն, Օյլերի ֆունկցիան։ Օրինակ, եթե 9, եթե սա կիրառենք 9-ի վրա, հավասարա 9 մինուս 3 ստանում ենք 6, ստանում ենք նույն պատասխանը իհարկե։ Հիմա եթե ապացույցը որն է, ապացույցը նախ
ապացուցում ես այս ֆորմուլան պիկ-ի համար, այսինքն մի պարզ թվի համար, եթե վերցնենք բոլոր թվերը 0-ից մինչև պիկա մինուս 1, ու պիտի հաշվենք այն թվերը, որոնք չեն բաժանվում նույն թվով, ինչպես պիկան։ Դա այն թվերն են, որոնք պի-ով չեն բաժանվում, չէ՞, որովհետև պին միակ թիվն է, որը պիկային է բաժանում, այսինքն պետք է հաշվել պի, 2պի, 3պի, հենց քայլելով պի քայլելով շարունակվում է, ու ընդհանրապես քանի թիվ է ստացվում է պիկա մինուս 1 թիվ։ Եթե օրինակ գրենք 1-ից 27, չէ, այսինքն եթե ուզենանք նույնը հաշվենք 3-ը խորանալ աստիճանի, այդտեղ 0-ն է, 0-ն չենք հաշվում, մյուսը 3-ը չենք հաշվում, հետո 6-ը չենք հաշվում, հետո 9-ը, հետո 12-ը, եթե բոլոր այս թվերի քանակը հաշվեք, այսինքն ինչ է պետք, պետք է վերցնել պին, չէ, ոնց ենք հաշվում, եթե մտածեք դրա մասին, թե այս հաշվարկը ոնց է կատարվում, վերցնում ենք պին, և պետք է ընտրենք մի հատ թիվ, լյուբոյ թիվ, որ բազմապատկենք պին այդ թվով, տանանք թիվ, որը պիկայից մեծ չի։ Դրանց քանակը հենց, եթե մտածեք, հենց դրանց քանակը պիկա մինուս 1-ն է, այսինքն դա պետք է լինի պիկայից ոչ մեծ, ու այդ թվերի քանակը պետք է հանենք այս թվերի քանակից, որոնք n թվերի քանակից, չէ, այստեղ n-ը պիկան է։ Մյուս քայլը նրանում է կայանում այս ապացույցման, որ այս ֆունկցիան մենք ցույց տանք սա, եթե մենք ընդունենք, որ GCD-ն ամենամեծ բաժանարարը A ու B-ի մեկն է, այս ֆունկցիան ինքը մուլտիպլիկատիվ է, այսինքն phi AB-ն հավասար է phi A, phi B։ Եթե այս երկու փաստը մենք ընդունենք, քանի որ P1 կամ 1-ը P2 կա 2-ի GCD-ն 1 է, օգտագործելով այս մուլտիպլիկատիվությունը, մենք կարող ենք անալ այս բանաձևը։ Ինչ-որ հարց կա, ես կարծում եմ, որ այս բանաձևը դուք տեսել եք, գիտեք ոնց հաշվել, բայց թե ոնց ենք մենք ապացուցում, որ ինքը մուլտիպլիկատիվ է, դա կարելի է շատ հեշտ ապացուցել օգտագործելով հենց օղակների տեսությունը, որը մենք կանենք, այդ մենք թողենք այդ քայլը մյուս լեկցիայի ժամանակ երևի ես կքննարկեմ, մի քիչ թեորիա է պետք դրա համար զարգացնել։ Դա, հիմա մի հատ ուրիշ շատ հայտնի թեորեմ, սա կոչվում է Օյլերի թեորեմ, եթե վերցնենք ցանկացած թիվ n եւ վերցնենք մի հատ ուրիշ թիվ, որի GCD-ն n-ի հետ 1 է, այսինքն էլի նույն սահմանումը, որ n-ն ու m-ը նույն թվով չեն բաժանվում, եթե թիվը 1-ից մեծ է։
Ու Օլեր թեորեմը ասում է, որ եթե m-ը բարձրացնենք pn աստիճանի, նրա մնացորդը մոդուլորեն 1 է տալիս։ Երևի էլի ես թեորեմը տեսել եք ինչ որտեղ, նամանավանդ եթե մասնակցել եք որ մաթեմատիկական խմբակների եւ այլն, շատ սիրուն թեորեմա, ինչ է ասում, օրինակ կոնկրետ 9-ի համար, չէ, phi 9 6 էր, ու վերցնենք 4-ը, որը այս հատկությունը ունի, ասում է, որ 4-ը բարձրացնենք 6-րդ աստիճանի, որ այս թիվն է, հետո եթե հաշվեք մնացորդը 1 է, սա միշտ տեղի ունենա, մի բան պետք է ասեմ, որ pn-ը ոչ ամենափոքր թիվն է, որ ունի այս հատկությունը, կարող է նենց m լինի, նայած m-ից, այս թիվը կարող է ինչ-որ ուրիշ թիվ լինի, ավելի փոքր, որը տա նաև 1, բայց այս pn-ը միշտ աշխատում է։ Հենց ձեր վերած օրինակում 4-ի խորանարդն էլ է 1 մոտ 9։ 4-ի խորանարդն էլ է 1, 4-ի խորանարդը 4-ի խորանարդը 2-ի 6-ն է։ 4-ի շատ հնարավոր է 4-ը 2-ի քառակուսին է։ Ահա, 4-ը 2-ի քառակուսին է, ճիշտ է։ Ճիշտ է ասում, այսինքն լավ նկատեցիք։ Հիմնականում ավելի փոքր կա, քան pn-ը, որ սաղի աստիճանն է 1։ Սա արդեն կախված է նրանից, թե ինչ ձևի խումբ եք ստանում, ես իհարկե խմբերի մասին չեմ ասել, թե դա ինչ ձևի խումբ է, ինքը, եթե նայենք այս խումբը, չէ, կարող է երկու հարց տալ, կթողնեմ ինքներդ մտածել, եկեք գրեմ այդ ուրիշ մի հատ էջի վրա։ Հարցը սրանում է, վերցնում ենք n և հարցնում ենք մի հատ m ենք վերցնում, GCD-ին, չէ, վերցնում ենք n, ու հարցը նրանում է, թե is there m which pm is the smallest. MPM. Այսրա պատասխանը հենց հետա գիտեմ։ Ահա, որն է։ Որ երեք չառաջոր կամ կարդացել ուղղակի վերջանկամ, որ 2-4 պարզի աստիճան կամ 2 անգամ պարզի աստիճան։ Ահա, այսինքն դա այս խնդիրը ինքը հեշտ պատասխան չունի։ Դրա համար ինչ եմ ես հարցնում, սա հարցնում եմ, թե այս խումբը նորից, խմբերի մասին չեմ խոսել, կներեք, բայց խումբը դա բազմություն է, որը ունի մի հատ բինար գործողություն, այսինքն եթե մոռանանք օրինակ բազմապատկումը թվերի եւ մենակ պահենք գումարումը, դա խումբ է ստացվում։ Խմբերը մի քիչ ուրիշ ձևի թեորիա է օղակներից, սիմետրիաների հետ ավելի շատ կապում։ Այս հարցը նրանում է, թե այս խումբը, որը մենք ստանում ենք միավորներից, ինքը ցիկլիկ է, թե չէ։ Այսինքն հնարավոր է այս խումբը նենց էլեմենտ կա, որը իրար բազմապատկեց ստանած բոլոր մյուս էլեմենտները։ Ու պատասխանը, ինչպես Ռուբենը ասեց, այո-յա, եթե n-ը ինքը պարզ թիվ է, բայց
բան, odd, ոչ երկուսի աստիճան, yes, if n is pk, the odd, or n is 2pk, the odd. Բայց եթե վերցնենք օրինակ n-ը վերցնենք 8, դա? Եթե հաշվենք 1, 3, 5, 6, ոչ 7, դա? 4 հատ էլեմենտ կա միավորների մեջ, հիմա նկատում ենք նա, որ նախ p8-ը 4 է, չէ, մենք արդեն հաշվեցինք, համել կարող եք Euler-ի բանը, այդ ֆորմուլան կիրառեք, բայց նաև նկատում ենք, որ եթե 3-ը երկրորդ աստիճանի տալիս է 1, 5-ը երկրորդ աստիճանի տալիս է 1 և 7-ը երկրորդ աստիճանի տալիս է 1։ Այսինքն, այս 4-ը ավելի մեծ է, քան պետք է, ավելի փոքր թիվեր կա, որը նույն հատկությունը ունի, այդ կապված է այդ խմբի կազմվածության ստրուկտուրայի հետ։ Մի հատ ուրիշ հարց էլ իհարկե կարող եք տալ, թե եթե տված թիվ կա, if m is given, what is as վերցնում ենք որպես միավոր, what is minimal a is that սա իհարկե a-ը կախված է an կախված է m-ից, այսինքն ինչ որ ֆորմուլայով հնարավոր չի նկարագրել այս a-ը, պիտի հաշվես ամեն տված օրինակի համար, թե a-ը ինչ է, դա մենք հարցնում ենք, թե այս m-ը ինչ բան ունի, order, խմբի մեջ ինչ, ոնց է հայերեն դա, ինչ, Բարի կարգ, կարգը որն է, ճիշտ է, բայց իմ հարցը մի քիչ ուրիշ էր, ես ասում էի, ընդհանրապես երբ է ֆիենից մի քիչ փոքր թիվ լինում, որ բոլորի համար է անցնում։ Ոնց որ այս նույն հարցը Այսինքն այս հարցը չի դա։ Չէ, ոնց որ կարա մի հատիկ թիվ լինի, որի ոնց ասում։ Չէ, այս ոնց որ ասում է, կա մի հատ m, որ իր կարգն է ֆիեն, իսկ ես ասում եմ ոնց որ ամենափոքր թիվը որն է, որ ամեն տարի կարգ այդ թիվը բաժանում է, էլի, ոնց որ կարա մի քիչ ավելի Բայց եթե ձևի m կա, որի համար ֆիենը ամենափոքրն է, այսինքն դա նշանակում է, որ ամենափոքր թիվը, որը աշխատում է բոլոր m-երի համար, դա ֆիենն է։ Բայց հակառակը արդեն բան չի, էլի, ուրիշ է մի քիչ։ Որ հակառակը Մի հատ արդեն նորից փորձեք ինձ ասել։ Դուք ուզում եք այնպիսի թիվ, չէ, որը ֆիենից փոքր է, որը աշխատում է բոլոր թվերի համար։ Կարող է խումբը ցիկլիկ չլինի։ Բայց եթե ինչ? Ասում եմ կարող է խումբը ցիկլիկ չլինի, բայց ավելի փոքր թիվ, բայց բան ոնց որ ավելի փոքր թիվ լինի, էլի։ Չէ, հենց այդ ժամանակ եթե խումբը ցիկլիկ չի, դա նշանակում է, որ ինքը abelian խումբ է։
Այդ ժամանակ էքսպոնենտը խմբի ամենափոքր թիվը, որը բոլոր էլեմենտները սպանում է, կունենա ավելի փոքր է, քան խմբի էլեմենտների քանակը։ Այսինքն, այս P-ը կլինի ամենափոքրը միայն այն դեպքում, երբ որ խումբը ցիկլիկ է ստացվում։ Մյուս դեպքերում, հա? Տենց թեորեմ կա, հա, ինչ որ։ Եթե խումբը ցիկլիկ չի, հասկանում եմ ինչ եք հարցնում։ Դա ճիշտ է, եթե խումբը ցիկլիկ չի, ու ինքը abelian խումբ է, նրա էքսպոնենտը ամենափոքր թիվը, որը բոլոր էլեմենտները սպանում է, ստացվում է ավելի փոքր, քան խմբի էլեմենտների քանակը։ Մենք կվերադառնանք այդ խնդրին, ինքը կոչվում է fundamental theorem of abelian groups։ Ասում եմ, որ բոլոր abelian խմբերը isomorph են, եթե ինչ-որ abelian խումբ է տրված, սա իմ լեկցիայի հետ կապ չունի կներեք։ Ինքը կարելի է ներկայացնել միակ ձևով, որպես direct product, էլի, ոնց որ ամեն կոորդինատը ինքը գալիս է այս տրված խմբից, նրանք ցիկլիկ խմբեր են գումարման համար։ Ու այս թվերը իրար են բաժանում։ Այստեղ այս NS-ը հենց էքսպոնենտն է։ Օրինակ Z8-ը, վերցնենք Z դրա տեսակը սա է։ Երկուսը, այսինքն ստեղ երկուսն է աշխատում, իսկ եթե վերցնենք 9, սա Z2, Z3, բայց սա նաև isomorph է Z6-ի։ Այսինքն, այս երկուսն ու 3-ը իրար չեն բաժանում, երկուսը 3-ի չի բաժանում, կարող է ցույց տալ, որ այս խմբերի isomorphism կա։ Լավ, չգնանք խմբերի տեսանը, բայց այսինքն այս հարցը ինքը հետաքրքիր հարց է, կախված է ստրուկտուրայի հետ այս խմբերի։ Մենք դրանք կվերադառնանք, բայց ես ուզում եի օղակները ավելի շատ քննարկեի այս սկզբում, քան խմբերը, որտեղ խմբերը այդքան էլ կիրառություն չունեն թվերի մեջ, քան օղակները։ Լավ, հիմա վերադառնանք ինչ-որ ուրիշ հարցեր կա, կներեք, եթե շփոթացեցի խմբերի տեսության հետ, չեմ սահմանել խումբը ինչա, բայց հուսով եմ գոնե, որ թեորեմը պարզ է, թե ինչ է ասում։ Ու մի հատ էլ հատուկ դեպք, որը հայտնի է շատ, դա Ֆերմայի փոքր թեորեմն է, այսպես կոչված, եթե P-ն պարզ թիվ է, ու վերցնենք ինչ-որ թիվ, որը P-ի չի բաժանվում, այդ դեպքում an P-1 աստիճանի, եթե վերցնենք մոդուլո P, ստանանք 1։ Դա սրա հատուկ տեսակն է, որովհետև P-1-ն է։ Եթե հաշվենք բոլոր թվերը, որոնք P-ի չեն բաժանվում և P-ից փոքր են, դա բոլոր թվերն է, բացի դրանից, այսինքն ստանում ենք P-1 թիվ։ Ինքը արդեն այս P-ի ժամանակ ինքը շատ հետաքրքիր
խումբ եք ստանում, ինքը ցիկլիկ խումբ է, էլի, եթե ուզում եք ասենք հաշվեք, թե եթե ինչ-որ i է տրված, թե ամենափոքր թիվը, որը պետք է օգտագործել, որ ստանաս 1 մոդուլը p, ամենափոքր թիվը, որը աշխատում է բոլոր թվերի համար, դա իսկապես p-1-ն է, այսինքն այս դեպքում cyclic group բայց նայած թե որ an եք օգտագործում, կարող է այդ թիվը լինի ավելի փոքր, բայց p-1-ը աշխատում է բոլորի համար։ Լավ, ուրեմն սա երկու շատ հին թեորեմներ են, շատ կլասիկ թեորեմներ են, այս Ֆերմայի թեորեմը ինքը երևի համարվում է թվերի տեսության ամենաառաջի թեորեմներից մեկը, այսինքն Ֆերման 17-րդ դարի ֆրանսիական, ինքը այդ ժամանակ մաթեմատիկոսներ չեն եղել, ինքը կարծեմ բյուրոկրատ էր ինքը, ադմինիստրատոր էր ինչ-որ ռեգիոնի Ֆրանսիայի, բայց դրա հետ նաև զբաղվում էր մաթեմատիկայով, ու առաջի թեորեմներից մեկը, որ ինքը հայտնաբերել է, դա եղել է այս օրինակը, Ֆերմայի փոքր թեորեմը։ Լավ։ Մի երկու բառ ասեմ, թե ոնց ենք ապացուցում։ Ապացույցը կարող եմ բացատրել։ Ինչ եմ անում, այստեղ կիրառում եմ այսպես կոչված Լագրանժի թեորեմը խմբերի տեսությունից, բայց Լագրանժի թեորեմը եթե չգիտեք, պետք էլ չի։ Կարող եք ինքներդ այս ապացույցը հասկանալ, ոնց որ from first principles։ Ինչ ենք անում, վերցնում ենք, մենք ունենք այս m-ը եւ սկսում ենք բազմապատկել m-ը իր հետ։ Այս բազմության մեջ, չէ, բոլոր m-ի աստիճանները այս բազմության մեջ են, որովհետեւ եթե նկատենք GCD mn մեկը, սրանից նաև հետևում է, որ GCD m2-ը n-ի մեկը։ Այսինքն ինչ-որ նոր թվեր, պարզ թվեր, որոնք բաժանում են, եթե ինչ-որ պարզ թիվ կա, որը բաժանում է m քառակուսին, չէ, դա նշանակում է, որ այդ պարզ թիվը նաև բաժանում է m-ը։ Այսինքն եթե ես սկսում եմ բազմապատկել m-ը իր հետ, ես մնում եմ այս բազմության մեջ։ Այսքանը հնարավոր ոչինչ ապացույցի։ Հիմա այս բազմությունը ինքը վերջնավոր բազմություն է։ Դա նշանակում է, որ կլինի ինչ-որ մի հատ a ու b, որ իրար հավասար կլինեն այս աստիճանները, չէ՞, որովհետև ես չեմ կարող անվերջ շարունակել բազմապատկել m-ը իրանով ու ստանալ նոր էլեմենտներ։ Քանի որ բազմությունն ինքը վերջավոր է, ինչ-որ էլեմենտներ պետք է կրկնվեն։ Այսինքն կլինի a ու b, a-ն b-ից մեծ, որ սա տեղի ունի, եւ քանի որ m-ը ունի հակադարձ, մենք կբազմապատկենք այդ հակադարձով երկու կողմներ, իջացնենք աստիճանները, այստեղ կստացվի a-1, b-1, եւ կարող ենք շարունակել այդ process-ը, այսինքն երկու կողմներ բազմապատկում ենք m-ի հակադարձով, մինչեւ գալիս ենք m a-b աստիճանի։ Այսինքն այսպիսի գոյություն ունի այնպիսի թիվ s, որը ամենափոքր թիվն է, որ m-ը բացացնենք այդ աստիճանի, այդտեղ չի գրված, ամանինը սխալ եմ տվել, m-ը կոնգրուենտ է
1-ի մոդուլո n։ Ամենափոքր էսն։ Այսինքն սա հենց այդ թիվն է, որի մասին մենք խոսում ենք, ներ։ Այս m-ի համար այդպիսի թիվ գոյություն։ Order մոռացա էլի ոնց էր հայերեն շատ կներելի։ M-ի բանն է։ M-ի Կարգ։ կարգ։ Հիմա մենք ինչ ենք ուզում ցույց տալ, այս ապացույցի իդեան նրանն է, որ մենք հիմա ցույց տանք, որ այս S-ը, ստեն, բաժանում է այս բազմության էլեմենտների քանակը։ Էսա, դա հենց n-ն է։ Հիմա ոնց ենք դա ցույց տալիս, որ այս կարգը բաժանում է այստեղ։ Վերցնում ենք երկու հատ էլեմենտ։ Հիմա այս երկու քայլը, այս քայլը իսկապես Լագրանժի թեորեմն է։ Նույն իդեան է։ Եթե տեսել եք Լագրանժի թեորեմը, սա է իդեան, ինքը պարզ ապացույց ունի, բայց այս հենց օրինակի համար հնարավոր է բացատրել առանց ինչ-որ խմբերի տեսության։ Վերցնում ենք երկու հատ թիվ, որոնք էլի բան են, coprime են n-ի, այսինքն այս բազմությունից ենք վերցնում, և դիտարկում ենք այս երկու բազմությունները sx, այս x-ը բազմապատկում ենք, մենք ունենք 1m, m քառակուսի, m s մինուս 1, բազմապատկում եմ բոլոր թվերը x-ով։ Օրինակ սա կստացվի s1-ը։ Իսկ sx-ը ստացվում է այս բազմությունը։ Հիմա այս բազմությունները իրանք գտնվում են միավորների մեջ, որովհետև եթե երկու թիվ ունեք, նրանք երկուսն էլ բան են, coprime են n-ի համար, եթե բազմապատկում եմ նորից, նրանց նորից coprime թվեր եմ ստանում, այսինքն sx-ն ու sx-ը գտնվում է այս բազմության մեջ։ Հիմա ինչ ենք ուզում ցույց տալ, բոլոր sx-երը ունեն քանի հատ էլեմենտ կա sx-ի մեջ, sx-ը ունի հենց s քանակությամբ էլեմենտ։ Ոնց է սա ցույց տրվում, եթե ենթադրենք, որ xm-ը xm աստիճանի, հավասար է xm ինչ-որ մյուս աստիճանի, քանի որ x-ը հակադարձ ունի, մենք կարող ենք բազմապատկել այդ հակադարձով և ստանալ, որ աստիճանները նաև նույնն էին և սա քանի որ մենք ենթադրում ենք, որ mi, mj-ը տարբեր են, սա բերում է բան, contradiction։ Այսինքն sx-ը ունի s էլեմենտ, հիմա ինչն է մնում, նախ մյուս բանը, որ շատ հեշտ է տեսնել, դա նա է, որ x-ը պատկանում է sx-ին, չէ՞։ Այսինքն նշանակում է, որ այս բազմությունը ինքը կազմված է sx-երից։ Եթե մենք ցույց տանք, որ այս sx-երը իրար հետ չեն հատվում, դա կնշանակի, որ այս բազմության էլեմենտների քանակը, որը phi-m էր,
կարելի է հաշվել որպես գումար SX-երի էլեմենտների քանակով, ամեն մեկը ունի S էլեմենտ, դա նշանակում է, որ Phi-ը ստացվում է S-ը իրար գումարելով ինչ-որ քանակությամբ, և դա նշանակում է, որ S-ը բաժանում է Phi-ը։ Այսինքն SX-ը մի հատ ստեղ բան կա, որ մի քիչ ուշադիր պետք է լինենք, օրինակ եթե վերցնենք ինչն եմ ուզում վերցնեմ մի րոպե, եթե վերցնենք այս օրինակը, մեկը մոռացա, 4, 5, 7, 8 ու 4-ը երկրորդ աստիճանի հավասար է 16 Յոպե, 4-ը, այս թվերից որն է տալի, երկրորդ որը ունի որ տալիս է 1 երկրորդ աստիճանը, Մեկն ու 8-ը ոնց է մենակ։ 8-ը, լավ, ճիշտ է, շնորհակալություն։ Օրինակ վերցնենք 8-ը, 8-ի քառակուսին տալիս է 1, այսինքն այստեղ S-ը դա 1 ու 8-ն է։ Հիմա եթե բազմապատկեմ 2-ով, անամ 2 ու 16, որը 7-ն է։ Եթե բազմապատկեմ 3-ով, անամ 3, մյուսը կստացվի 24, որը 6-ն է, եթե բազմապատկեմ 4-ով, անամ 4 ու 32, 5, չէ, ու եթե բազմապատկեմ 5-ով, նորից կստանամ 5 և 4, այսինքն զգույշ եղեք, որ սա չի ասում, որ X ու Y-ի համար SX-երը տարբեր են, այսինքն կարելի է վերցնել երկու X ու Y և ստանալ նույն բազմությունը, բայց նրան մա բանը, որ այս երկու տեսակի բազմությունները կամ նույնն է լինում, կամ չեն հատվում, այսինքն իրարից լրիվ առանձին են։ Դա դուք կարող եք տեսնել արդեն այստեղ 1S-ը, դա 1-ն ու 8-ն է, այսինքն մենք հիմա բաժանեցինք մեր բազմությունը, այս բազմությունը մենք բաժանեցինք 1, 8, հետո 2, 7, հետո 4, 5-ով, այսինքն ինչ է ստացվում, որ 6-ը հավասար է 2, գումարած 2, գումարած այս 3-ը ստեղ չպետք է լիներ, ես եմ ասում, ինչ եմ սխալ բան ստանում, 3-ը չի թույլատրվում, որովհետև 3-ը իհարկե չի պատկանում միավորներին,
Ստանում եմ իսկականը, ստանում եմ 1, 2, 4, ստանում եմ 3 հատ։ Այս քայլը ապացույցի հենց դա է, որ եթե վերցնենք երկու հատ այսպիսի բազմություն, նրանք կամ նույնն են, կամ չեն հատվում։ Ապացույցը ինքը նույն ձևի իդեա է, հիմա կարող եմ ցույց տալ, եթե ենթադրենք, որ SX-ը ու SY-ը ինչ-որ էլեմենտ ունեն, որը երկու բազմությունների մեջ է, դա նշանակում է, որ Z-ը կարելի է գրել X y, և կարելի է սա գրել որպես Y MJ։ Սա նշանակում է, եթե ենթադրենք, որ կարող ենք ենթադրել, որ I-ը J-ից ավելի մեծ է, կարող է նույնը լինի։ Այսինքն Y-ը հավասար է X M y մինուս J։ Եվ սրանից ինչ եմ ես տեսնում, ես տեսնում եմ, որ Y-ը օրինակ բազմապատկած MK-ով, դա հավասար է X-ը բազմապատկած M I մինուս J համարած K։ Այսինքն բոլոր էլեմենտները SY-ի մեջ գտնվում են SX-ի մեջ։ Եվ նույն ձևով ցույց եք տալի, որ SX-ի էլեմենտները SY-ի մեջ են։ Նույն ձևի ապացույց կտանք մենք օղակների դեպքում, սրանք կոչվում են կոսետներ, այսինքն ես ինչ արեցի, Լագրանժի թեորեմը ապացույցեցի, բայց այսինքն ինչ ենք ստանում, որ մեր միավորները կարելի է ներկայացնել որպես disjoint ոչ չհատվող սաբբազմությունների բան union, էլի հայերենի դրիմավորությունը։ Չհատվող ենթաբազմությունների միավորում։ Միավորում, ենթաբազմությունների։ Ինչա։ Տրոհում չեն ասում դրան։ Տրոհում Partition։ Կարող ենք անվանել տրոհում, լավ բառ է, partition, բայց եթե բացատրենք ինչ է կատարվում, այսինքն չհատվող բազմությունների բանը, միավոր։ Ինչ-որ հարց կա ես ապացույցի վրա։ Եթե ինքը ապացույցը չհասկացաք, փորձեք այս օրինակը հասկանալ, ինչ է կատարվում, ուստեղ այդ նույն իդեան է, նույն միտքն է ապացույցի մեջ։ Այսինքն ոնց եմ ես ցույց տալի, որ երկուսը բաժանում է 6-ը։ Ցույց եմ տալի բար ձևով, բայց այս բար ձևը աշխատում է ընդհանուր դեպքում։ Մի քիչ ավելի երևի հետաքրքիր կլինի գտնել, ստեղ մի հատ հաց տամ, կարող եք քննարկել պրակտիկայի ժամանակ, գտնել էլեմենտ, որը ունի 3-րդ աստիճան որպես իր order։ Ու նույն արգումենտը կրկնենք, այդ ժամանակ կստացվի, եթե վերցնում եք 1m m քառակուսի,
Ստուգեք, որ իսկապես այդ ժամանակ ես երկու հատ SX եք ստանում, մեկը S1-ն է, մյուսը ինչ որ X-ը, եւ եթե ընտրում եք ուրիշ X-եր, այս բազմությունը կրկնվում է, եթե վերցնում եք X-ը ոչ S1-ից, միշտ ստանում եք միշտ նույն բազմությունն եք ստանում։ Այս եթե անեք ինքնուրույն, կհասկանաք ապացույցը թե ոնց աշխատի։ Լավ, հիմա մի հատ կիրառում, էլի հայտնի կիրառում է այս թեորեմի, երբ որ թվերի տեսություններով զբաղվող մարդկանց հարցում են, թե ինչ որ անում եք, ինչ որ կիրառում ունի, միշտ ասում են կրիպտոգրաֆիայում, բայց կրիպտոգրաֆիան կիրառումը շատ պարզ թեորեմի կիրառում է։ Ինչ ենք ուզում անենք, ուզում ենք ինչ որ գաղտնի ինֆորմացիա ուղարկել A-ից B, դրան մա խնդիրը կրիպտոգրաֆիայի։ B-ն ուզում է A-ին ինչ որ նամակ ուղարկի, որ գաղտնի է։ Այսպիսի կրիպտոսիստեմը կոչվում է public key, ինչ որ մասը, սա կախված չի նրա հետ, թե ձևը ուղարկելու ինքը գաղտնի է, թե չէ, կարող է ուղարկի ոչ ապահով ձևով։ Խնդիրը նրանում է, որ այս նամակը հնարավոր չի կոտրել, կարդալ, եթե ինչ որ ինֆորմացիա, որը ան ունի մենակ, չիմանաս։ Բայց ինքը նամակը, որը կոդավորված է, կարող է բոլորը տեսնել։ Բայց B-ն նաև չգիտի A-ի գաղտնիքը։ Հին ժամանակներում իհարկե A-ն ու B-ն իրար հետ համաձայնացնում են, թե այդ secret գաղտնի բանալին որն է, ու օգտագործում են երկուսն էլ, օրինակ կարող եք վերցնել ինչ ձևի կրիպտոսիստեմ կարելի է վերցնել։ Կարող է պայմանավորվել, որ ինչ որ գիրք ենք օգտագործում, ու այդ գրքի մեջ գտնում ենք edge բառը, ինչ որ edge-ի ու տողի վրա, ու կոդավորումը նրանում է, որ գրում ես edge-ն ու տողը, հետո որ ստանում այդ նամակը նույն գիրք ունի, կարող է բացի նամակը ստանա, թե ինչ է ասում։ Իսկ այն մարդը, որը չգիտի, թե գիրքը որն է, չի կարող կարդալ այդ նամակը։ Բայց այդ ձևի կրիպտոսիստեմների վատ բանը նրանում է, որ երկուսն էլ ունեն նույն ինֆորմացիան։ Այսինքն, եթե A-ն ուզում է գաղտնի նամակներ ստանա, ինքը պետք է B-ին ասի, թե որ գիրքն է օգտագործում։ Սա այնքան էլ պրակտիկ չի, որովհետև չգիտես B-նով է, B-ն կարող է ինչ-որ անծանոթ մարդ է, բայց ուզում ես էլի ստանալ նամակներ B-ից։ Դրա համար կոմպյուտերների հետ նամանավանդ կապված կարևոր է ունենալ այն սիստեմներ, որտեղ ինչ որ մասը բոլորի համար է, public key, իսկ ինչ որ մասը մնում է գաղտնի A-ի հետ։ Ու դրա համար օգտագործում են Euler-ի թեորեմը։ Հիմա նկարագրեմ այս կրիպտոսիստեմը։ Ինչ ենք անում, վերցնում ենք երկու հատ պարզ թիվ։ Պրակտիկայում վերցնում են այս երկու պարզ թվերը շատ մեծ, այսինքն իրանց միավորների քանակը միլիոնների մեջ է։ Կան այդ ձևի ծրագրեր, որ շատ մեծ պարզ թվեր են ման գալի, իհարկե պարզ թվերի քանակը անվերջ է, կարող եք գտնել ավելի ու ավելի մեծ պարզ թվեր, վերցնում ենք երկու հատ պարզ թիվ, բազմապատկում ենք այդ պարզ թվերը, բնություն,
ու հետո հաշվում ենք phi-ը, որը նշանակում եմ m-ով, այսինքն phi-ը, քանի որ երկու հատ պարզ թիվ է, չէ, phi-ը հավասար է p մինուս 1-ի բազմապատկված q մինուս 1-ով։ Հետո ընտրում ենք e, որը m-ին կոպրայմ է, այսինքն նույն թվերով չի բաժանվում, GCD-ն 1 է։ Ոնց ենք ընտրում այդպիսի է։ Ընտրում ես ինչ-որ թիվ, հաշվում ես GCD-ին։ Եթե չես ստանում 1, ընտրում ես ուրիշ թիվ։ Այս process-ը շատ շուտ վերջանում է, որովհետև ստատիստիկապես բոլոր թվերը ունեն այն հատկությունը, որ m-ի հետ կոպրայմ են։ Այսինքն, եթե ինչ-որ անկապ թիվ եք ընտրում, հավանականությունը շատ մեծ է, որ այդ թիվը կաշխատի։ Ընտրեցինք ես e։ Հիմա մյուս քայլում հաշվում ենք d, որը բազմապատկած e-ով տալիս է 1 մոդուլո m։ Հիմա m-ը հենց phi-n-ն է, չենք շփոթում n-ի հետ, հաշվում ենք այս d-ն։ Ինչպես ասացի արդեն, այսպիսի հակադարձը հաշվում ենք Եվկլիդյան ալգորիթմով։ Եվկլիդյան ալգորիթմը ինքը շատ արագ ալգորիթմ է, այսինքն եթե այս թվերը շատ մեծ են, բայց process-ը արագ վերջանում է։ Պրոբլեմ չկա այս d-ն գտնելու մեջ։ Ու ինչ ենք անում, այս n-ը, որը p ու q-ի բազմապատկումն է, ու n դառնում է public, այսինքն բոլորը գիտեն սրա մասին, ինչ որտեղ տրված է այս թվերը, ինչ որ պատկերացրեք ինտերնետում ինչ որ տեղ է, որտեղ այս թվերը գրած են, ու մենք գիտենք, որ այս թվերը i-ի համար են, այս i-ի public key-ն է։ A-ին ասում են Alice, B-ին ասում են Bob։ Եթե կարդաք միշտ Alice-ն ու Bob-ն են իրար բաներ ուղարկում, նամակն է։ Հիմա մենք Bob-ը ուզում ենք ուղարկի գաղտնի նամակ Alice-ին։ Գաղտնին կլինի B, որը ինչ որ թիվ է։ Հիմա ասում եք ոնց կանենք, եթե ուզում ենք տեքստ ուղարկել։ Տեքստը կարելի է կոդավորել որպես ինչ որ թիվ, պայմանավորվենք, որ այն ինչ որ ուզում ենք ուղարկել, տված է որպես թիվ, թվայնական ձևով։ Օրինակ կոմպյուտերում ամեն ինչ թվերով է գրված, այնց որ նաև եթե ուզում եք տեքստ ուղարկել, ինքը թիվ է։ Հիմա այս B-ն մենք չենք ուղարկում B-ն, բայց ուղարկում ենք B-ն բարձրացնում ենք i աստիճանի եւ հաշվում ենք նրա մնացորդը մոդուլո n։ Մենք ունենք n ու n-ը, չէ՞։ Դա շատ արագ է նորից հաշվում, որովհետեւ ինչ ենք անում, չենք հաշվում b բազմապատկած b բազմապատկած b, դա շատ մեծ թիվ կլինի։ Բայց ամեն անգամ, երբ որ բազմապատկում ենք b-ով, մենք հաշվում ենք մնացորդը։ Այսինքն, եթե ուզում եմ պատկերացրեք ինչ որ թիվ է մեզ տրված, այսինքն 3 ու այդտեղ ինչ եմ վերցնում 11, չէ՞։ 3-ը բազմապատկում եմ 3-ով, ստանում եմ 9։ Ուզում եմ ասենք հաշվել 3-ը 5-րդ աստիճանի։ Այսինքն չեմ բազմապատկում 3-ը 5 անգամ իր հետ, հետո հաշվում մնացորդը, այլ արդեն մյուս այլին, երբ որ բազմապատկում եմ 3 անգամ, ստացվում է 27, դա 4-ը, չէ 6-ը, չէ 5-ը, 5-ը ստացվում, մոդուլո 11,
ստացվում է 5, հետո մյուս քայլին արդեն 5-ն են բազմապատկում 3-ով։ Այսինքն հետ է գալի փոքր թվի, հեշտ հաշվում է այս թիվը։ Ու ուղարկում եմ այսա, սա է նամակը, այս x-ը հենց այս b-ի մնացող մոդուլը են։ Հիմա Ալիսը որ ստանում է այս նամակը, պետք է b-ն ստանա։ Ոնց է b-ն ստանում, Ալիսը ունի d-ն, որը գաղտնի է։ Վերցնում ենք այս թիվը, բարձրացնում ենք d աստիճանի, նորից հաշվելով մնացորդը մոդուլը n, բայց մենք արդեն գիտենք, որ d-ին հավասար է 1 գումարած t բազմապատկած phi-ն է, չէ՞, մնացորդը d-ի մոդուլո m 1 էր։ Հիմա կիրառելով Euler-ի թեորեմը, իմանալով, որ b-ն phi-n աստիճանի t հավասար է 1-ի, մենք ստանում ենք b-ն։ Այսինքն decode ենք անում։ Հիմա բարդությունը ո՞րն է սրա։ Բարդությունը նրանում է, որ եթե ուզում ես կոտրել այս համակարգը, ուզում ես հնարավորություն ունենալ կարդալ բոլոր նամակները, որ գալիս են A-ին, դրա համար պետք է իմանալ այս d-ն։ Իսկ d-ն իմանալու համար պետք է իմանալ m-ը։ Իսկ m-ը տրված չի, տրված է այս n-ը։ Եթե m-ը իմանաս, պետք է իմանաս phi-ը։ Այսինքն, եթե կարողանամ այս d-ն հաշվեմ, ես պետք է կարողանամ m-ը հաշվեմ։ Իսկ m-ը phi-ն է։ Իսկ phi-ը հաշվելու համար պետք է իմանալ, թե որ պարզ թվերն է բաժանում n-ը։ Ու սրա բարդությունը նրանում է, որ եթե տրված է ինչ-որ թիվ, շատ դժվար է հաշվել, թե որ պարզ թվերն են նրան բաժանում։ Դրանում է կազմված security-ն այս սիստեմի, որ եթե ինչ-որ երկու թվեր կարող ես հեշտությամբ բազմապատկել իրար հետ, բայց հետ գնալը շատ ավելի դժվար է։ Այսինքն, եթե տալիս եմ ձեզ թիվ ու ասում եմ բաժանել սրա, ներկայացնել այդ թիվը որպես պարզ թվերի արտադրյալ, դա շատ դժվար է անել։ Ինչ որ ալգորիթմ հլա որ կա դրա համար, որը արագ աշխատում է, երևի կա կվանտում ալգորիթմ, որը արագ աշխատում, բայց հլա որ չունենք կվանտում կոմպյուտեր, որը կարողանա մեծ թվերը ֆակտորիզացնել։ Դա եկեք մի հատ օրինակ նայենք, թե ոնց է սա աշխատում, նույն բաներն եմ կրկնում իհարկե, վերցնում ենք երկու հատ պարզ թիվ, n 13, q-ն 23, հաշվում ենք n-ը։ Հիմա պատկերացրեք բազմապատկումը 13-ի և 23-ի արագին արագ է արվում, բայց եթե ես ուղղակի ձեզ տամ 299, ինքը բարդ թիվ չի, բայց ասեմ գտեք նրա պարզ ֆակտորիզացիոնը, այդքան էլ չեք կարող անել, եթե չբռնեք ու սկսել փորձել բաժանել 299-ը ինչ-որ թվերը, քանի որ թիվը փոքր է, իհարկե տանախ 13-ն ու 23-ը, բայց ուղղակի նայելով թվին հնարավոր չի ասել, որ 13 օրինակ բաժանում է այս թիվը։ Հաշվում ենք m-ը, m-ը ստացվում է 264։ Ընտրում ենք yen 5,
Եվ ստեղից ստանում ենք դեն 53։ Այս մասը հաշվում է division algorithm։ Էլի այդքան պարզ չի, թե 53-ը որտեղից է գալի, բայց սա հեշտ է հաշվել։ Կարող եք ինքներդ ստուգել, որ սա ճիշտ է։ Հիմա նամակը, որ ուզում ենք ուղարկել այս 200-ը, չէ՞։ 200-ի փոխարեն ուղարկում ենք 200-ի 5-րդ աստիճանի մոդուլո 299, այսինքն մոդուլո n-ը, ոչ թե m-ը, m-ը չի տրված, m-ը գաղտնի է, նաև d-ն է գաղտնի։ Ստանում ենք այս թիվը, այս թիվն է ուղարկվում 213-ը, ալիսը ստանում է 213-ը, բարձրացնում է 53 աստիճանի, հաշվում է դա մոդուլը 299-ը, ստանում է 200-ը, որը մենք ուզում էինք ուղարկենք։ Եվ ինչպես ասացի, որ կոտրելու համար այս սիստեմը պետք է իմանալ, թե n-ը ինչ պարզ թվերով է բաժանվում, իսկ սա շատ դժվար խնդիր է։ Լավ, ինձ 15 րոպե է մնացել։ Մյուս թեման, որը մենք քննարկենք, օղակների տեսության այդ կարևոր մասը։ Ինչ ենք ուզում անել, հիմա ասենք ունենք երկու օղակ, ոնց ենք համեմատում այդ օղակները, չէ։ Հանրահաշվի տեսակետից երկու օղակ համեմատում ես կառուցելով ինչ-որ ֆունկցիա, այսինքն ֆունկցիա է, որը ուղարկում է ամեն էլեմենտ array-ի ինչ-որ մյուս էլեմենտի s։ Բայց այդ ֆունկցիան պետք է ունենա որոշ հատկություններ, ոնց որ ասում են, has to respect algebraic operations, այսինքն եթե ես գումարում եմ array-ում եւ կիրառում եմ այս ֆունկցիան, հաշվում եմ այս p-ին, i-ի ու b-ի գումարի վրա, ստացվում է նույնը, ինչ որ հաշվեմ այս p-ին, i-ի եւ b-ի վրա, առանձին, հետո գումարեմ s-ում։ Դա գումարվում է array-ում, սա գումարվում է s-ում։ Եվ նույնը բազմապատկման համար, այսինքն եթե ունենք երկու էլեմենտ եւ բազմապատկում եմ array-ում, այդ նույնը ինչ որ հաշվեմ այս ֆունկցիան i եւ b-ի վրա, հետո բազմապատկեմ s-ում, եւ վերջին հատկությունը դա i1-ը պետք է լինի 1։ Մի բան զգուշացնեմ, որ որոշ դասագրքերում այս հատկությունը ստեղ չի, մենակ այս երկուսն է պետք, բայց ես կենթադրեմ, որ i1-ը ուղարկում է 1-ը 1-ի, սա հեշտացնում է ինչ-որ առումով որոշ թեորեմներ, բայց իմացեք, որ որոշ դասագրքերում սա սահմանման մեջ չի մտնում։ Հիմա այս սահմանումը abstract սահմանում էր, հիմա ամենակարևորը դա օրինակներն են իհարկե։ Մենք արդեն տեսել ենք մի հատ օրինակ, դա մնացորդների հաշվարկն էր, եթե վերցնենք թվերը, օղակը, թվերի, եւ այս մյուս օղակը դա մնացորդներն է մոդուլո n, եւ այս ֆին սահմանվում է որպես an ուղարկում ես i-ի մնացորդին մոդուլո n։ Ոնց որ հենց ապա սահմանումից ինքը հոմոմորֆիզմն է ինչ որ ձևով, ես արդեն դա քննարկել եմ անցյալ անգամ,
դեռ եթե նայենք, որտեղ է դա, մի րոպե, այս մասը, որը անցյալ անգամվանից է, հենց դա է նշանակում, որ ես կառուցում եմ հոմոմորֆիզմ թվերից այս մնացորդների օղակի վրա։ Դե նույն ասում է, որ այսինքն ստեղ ինչ է ասվում, ստեղ ասվում է, որ եթե ես վերցնում եմ երկու թիվ և գումարում եմ իրար, հետո հաշվում եմ մնացորդը մոդուլային, դա նույնն է, ինչ որ վերցնեմ նրանց մնացորդները և գումարեմ իրար, հետո հաշվեմ մնացորդ։ This is last time. Հիմա մի հատ բան պետք է ասեմ, ստեղ զգուշ եղեք, որ երրորդ հատկությունը իմ սահմանման չի հետևում 1 ու 2-ից։ Հիմա եթե նայենք 0, 1, 2, 3, 4, 5, չէ, և ուղարկում եմ սա 0, 1, 2, 3, 4, 5-ի, մի բաներ ասեմ, որ չի պահանջվում, որ բոլոր էլեմենտները S-ի ստացվեն որպես արժեք SP-ի, այսինքն մաթեմատիկորեն դա կոչվում է surjective, is not surjective. Not every S is equal to PR. Եթե պատկերացնենք որպես բազմություններ, այցվում է Ռ, սա S, այլ ֆիռն է։ Կարող է փոքր լինի, կարող է հենց S-ը լինի, բայց չեմ պահանջում, որ լինի S-ի, հենց հավասար S-ի։ Ստեղ եթե ինչ եմ անում, 0-ն գնում է 0-ի, 1-ը գնում է 3-ի, 2-ը գնում է 0-ի, և եթե շարունակես, անում ես 0, 3-ը գնում է նորից 3-ի, 4-ը գնում է 12-ի, որը 6-ի է բաժանվում, և 5-ը գնում է 15-ի, որը գնում է 3-ի։ Այսինքն ստանում ենք 0-ն ու 3-ը, միշտ, որպես արժեքներ, և կարող եք ստուգել, որ 1-ն ու 2-ը SP-ի համար տեղի ունեն, բայց 1-ը չի գնում 1-ի, չէ։ Այսինքն այս 3-ը չի կատարվում, սա հոմոմորֆիզմ չի։ Մի հատ ուրիշ օրինակ, մենք կարող ենք նույն բանը անել նույն բազմության հետ, վերցնում ենք ամեն թիվ և հաշվում ենք նրա մնացորդը մոդուլո 2, այսինքն 0, 1, 2, լավ չգրեցի մի րոպե։ Նույն հերթականությամբ սա կգնա 0, 1, 0, 1, 0, 1-ի։ Ու կարող եք ստուգել, որ սա իսկապես հոմոմորֆիզմ է։ Օրինակ, եթե ես հաշվեմ 2-ը գումարած 3-ի, դա գնում է 1-ի,
Իսկ նույն ձևով, եթե հաշվեմ P 2 գումարած P 3, անում 0 գումարած 1։ Եվ եթե բազմապատկումը հաշվենք, օրինակ վերցնենք P 3-ը բազմապատկած 4-ի, չէ՞։ P 3-ը բազմապատկած 4-ի 0-ը։ Եվ սա 0 իշտ կլինի։ 0-ն գնում է 0-ի, սա ես կթողնեմ, որ դուք ինքներդ ստուգեք։ Դա հեշտ է ստուգել։ Որ մեկը գիտի ոնց է սա արվում։ Այո, գումարում ենք 0-ն 0-ի, ստանում ենք P0 գումարած P0, իսկ մյուս ձևի սա հավասար է P0-ի, հետո հանում ենք մի P0-ն, ստանում ենք P0-ն 0-ի։ Դա ճիշտ է։ Հիմա եկեք սա բերեմ այստեղ։ Ինչ կարող ենք ասել այս օրինակի համար։ Այս օրինակն էլ քննարկենք ու կշարունակենք մյուս անգամ արդեն, թե իդեալները ինչ են։ Հիմա ինչ եմ ես ասում եմ, եկեք օրինակը իրար հետ անենք։ Ու ուրեմն որտեղ եմ գնում, գնում է 0 1 0 1 0 1 0։ Ինքը հոմորֆիզմ է, թե չէ։ Եկեք ստուգենք, օրինակ, եթե գումարենք երկու թիվ, սա ստացվում է Phi 0, մի ձևով սա ստացվում է 0, չէ՞։ Իսկ եթե հաշվեմ մյուս ձևով, հավասար է 1 գումարած 0, անում եմ 1։ Այսինքն Phi 3-ը գումարած 4-ի հավասար չի։ Phi 3 գումարած Phi 4։ Ինքն սա հոմոմորֆիզմ չի ստացվում։ Հիմա կարող եք հարցնել, որ դեպքում, որ ձևի օղակները, եթե ունեմ երկու հատ օղակ այս ձևի, օրինակ 6-ի ես կարող եմ ստանալ Z2, բայց 7-ից չեմ կարող ստանալ ոչ 0 հոմորֆիզմ։ Բոլոր օղակների համար, եթե ես վերցնեմ, դա պրիմիտիվ բան է, ես կարող եմ վերցնել և ուղարկել բոլոր էլեմենտները 0-ի։ Դա կոչվում է zero homomorphism։ Բայց եթե չենք ուզում այս ամենապարզ հոմոմորֆիզմը, որ դեպքում կարող ենք ստանալ հոմոմորֆիզմ այս երկու օղակների մեջ, թողնեմ ինքներդ մի քիչ մտածեք սրա մասին, լավ հարց է, ինձ թվում է, որ կարողանաք պատասխանել։
Կախված է նրանից պատասխաննել տամ, պատասխանը որը կլինի։ Որոնց մեկը մյուսի որ արտադրյալները ոսկի Z6-ը Z2 Ահա, այս կախված է նրանից, թե այս թվերի ամենամեծ բաժանարարը 1 է, թե չէ։ Եթե 1 է, այսինքն 0 հոմոմորֆիզմը միակ հոմոմորֆիզմն է։ Մյուս դեպքերում հնարավոր է կառուցել ոչ 0 հոմոմորֆիզմ, կարող եք ինքներդ փորձել, օրինակ, եթե վերցնենք Z Մերկել հոմոմորֆիզմը մեկը մեկին չպետք է ուղարկի։ ու պրոբլեմ չի։ Z12-ից Z8 հոմոմորֆիզմ կա։ Z12-ից Ինչ-որ կարող է խմբային հոմոմորֆիզմի հետ եք խառնում, որպես գումարմով խումբ։ Այդ դեպքում Դու շատ ճիշտ եք ասում, այդ շատ ճիշտ եք ասում, եթե ես ասեմ, որ մեկը գնում է 1-ի, շատ լավ բան ինձ նկատողություն արեցիք, շատ ճիշտ եք ասում։ Քանի որ ես ասում եմ, որ մեկը պետք է գնա 1-ի, ստեղից արդեն Դու բաժանելիություն է պետք, որ մեկը մյուսին բաժանվի։ Այո, այսինքն ինչ է պետք, ես կարող եմ գումարել, կարող եմ բոլոր թվերը, չէ, բոլոր մնացորդները մոդուլո 12 ստանալ մեկը իրան գումարելով, այսինքն i1 գումարած 1-ը, այս օղակների համար ստանում եմ 1 գումարած 1, հետո ստացվում է 2, i3-ը պետք է գնա 3-ի, և հասնում եմ ինչի, երևի հնարավոր չի, ճիշտ եք ասում, պետք է բաժանի m-ը, պետք է բաժանի n-ի, անամ i8-ը պետք է գնա 0-ի, բայց հիմա ինչու՞մն է պրոբլեմը, եկեք ցույց տանք, որ այսպիսի հոմոմորֆիզմ գոյություն չունի, եթե վերցնեմ, ինչ վերցնեմ, վերցնենք օրինակ 3-ը, ոնց որ հենց սենց էլ լավ է, էլի, ոնց որ շարունակենք մինչև բան, ստացվում է մի կողմից պի 12-ը 4 է, մյուս կողմից պի 12-ը 0 է։ Զուտ պի 8-ից հետո շարունակենք ևս 4-ը։ պի 12-ը պի 0 է իհարկե, իսկ մյուս կողմից պի 12-ը պետք է լինի 4, ճիշտ եք ասում, պի 12-ը, այսինքն այս ֆունկցիան ինքը լավ սահմանված ֆունկցիա չի, մենք կարող ենք ասել, եկեք դիտարկենք այս ֆունկցիան, բայց այս ֆունկցիան 12-ի վրա տալիս է 2 արդյունք, չէ, չէ, սահմանում է ինքը, մի րոպե, Ոնց որ ֆունկցիա է, բայց դա հոմոմորֆիզմ չի էլի։ Այսինքն, հա, ֆունկցիա է, Չի կարող։
Phi 0-ն պետք է ասեմ ուր է գնում։ Phi 0-ն պետք է գնա 0-ի, չէ։ Ես ֆունկցիան սահմանել եմ մենակ 1-ի վրա եւ հետո ուզում եմ որ մյուս թվերն են Phi an ես ուղարկում եմ a mod 8-ի։ Սա է այն ֆունկցիան ոնց որ սենց եմ սահմանել, չէ։ Եթե մեկը գումարում եմ իրանով, ասում եմ an ուղարկվում է i մոդուլը 8։ Մինչև 11-ը սա պետք է անեմ, այսինքն որպես ֆունկցիա ինքը սահմանված է, անում եմ 3 եւ այլն։ Բայց հոմոմորֆիզմ չի։ Շատ լավ նկատեցիք, ապեք, որ եթե ես ասեմ, որ մեկը գնում է 1-ի, այս օղակների մեջ կա հոմոմորֆիզմներ, երբ որ մեկը մի թիվը բաժանում է մյուսին։ Հիմա մի քիչ ժամանակից անցել եմ, եկեք ես էլ թողնեմ պրակտիկայի ժամանակ մի հատ ուշադիր քննարկեք այս խնդիրը։ Այս խնդիրը մի հատ նայեք մի քանի օրինակի վրա, փորձեք հասկանալ, թե որն է պատասխանը։